Չորեքշաբթի 20 մայիսին նորին ամենաբադիվ եւ գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ տանն Գիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարքը Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեջ ընդունեց նորին Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին մեծի տանն Գիլիկիո կաթողիկոսը Գերերջանիկ հոգևոր Տերը եւ վեհապար հայրապետը իրեն ընկերակցող միապան տեմագալ եպիսկոպոսներուն հետ ինչպես նաեւ ներկա գտնվող հայ կաթողիկե գղերի մասնակցությամբ մուտք գործեցին Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի հրաշապար Շարագանի երկեցողության ներքև, ապա հոգևոր Տերը ողջունի խոսք ուղեց հյուրերուն։ Վեհապար Տեր, մեծ ուրախությամբ եւ հուզմունքով ձեզ կընդունենք այսօր ձեր տան մեջ Սուրբ խորանին դիմաց ուրիշ ոչ մեկ բան ունի մսելի կետը ոչ լսել ձեր ձայնը, ձեր պատգամը մեզի եւ մեր աշակերտներուն, որոնք մեր ավական պիտի գազմեն եւ այդ առնչությամբ ձեր հայրական հովական խոսքը։ Սիրելի հոգևոր Տեր, Վեհապար հայրապետն ալ իր ղարքին հայրական ու սրտապուխ պատկամը փոխանցեց ներկա հավատացյալներուն, շեշտելով եկեղեցական միության, եղբայրասիրության եւ համատեղ վկայության կարեւորությունը։ Եվ հոս միասին աղոթած ենք, ձեր սիրո սեղանի մասնագիծ եղած եմ, որովհետեւ գնկադեմ մեր ներկայությունը հոս ինչպես նաև ձեր ներկայությունը մեր կաթողիկոսարանեն ներս Անտիլիաս մեր հավաքական պատկանելիության հոգևոր թե ազգային բնական ու շոշափելի արտահայտությունը Ճիշտ է պատմական պայմաններու բարդատրանքով կրոնական Թավանապանական իմաստով մենք երկու եկեղեցիներ դարձանք, սակայն ինչպես ես միշտ կսեմ, մեր երեք եկեղեցիներու առաքելական, կաթողիկե եւ ավետարանական արմատները նույնն են։ Եվ մենք արմատներուն պետք է կառչենք։ Եվ ինչպես գիտեք, մեր կործակցած ենք անցյալին, մեծիտանն Գիլիկիո կաթողիկոսությունը և կաթողիկե պատրիարքարանը այդ մագարտակի վրա, նաև մեր առաջնորդները թեմական մագարտակներու վրա և նաև դեղական ձխային շրջակցերներս մենք միշտ կործակցած ենք։ Հատկապես մենք կործակցած ենք, միասին հավաքական գեցվածք ունեցած ենք, ծառայություն կատարած ենք, մեր ազգը, հայրենիքը ուզող մտահոգություններում, սպասումներում և ընդհանրապես մեր ժողովուրդը թիմակրավող մարտահրավերներում գծով։ Ինչպես գիտեք, մենք նման հանդիպումը ունեցանք տակավին վերջերս Անտիլիասի մեջ և մենք նման առիթներով հանդիպումները պետք է կազմակերպենք, որպեսզի մեր մեկ ազգի պատկանելիությունը ավելի ամրապնդենք։ Իմ այցելությունս Վատիկան և հանդիպումներս Սրբազան քահանայապետին հետ, պատասխանատու կարդինալներուն հետ, անգամ ևս ամրապնդեց և նոր ծավալ տվավ մեր երկու եկեղեցիներու հարաբերության և ուրախ եմ հայտնելու, թե մեր ազգը, մեր հայրենիքը, մեր եկեղեցիները հատուկ դեր ունին
ընդհանրապես կաթողիկե եկեղեցու եւ հատկապես Վատիկանի մոտ սրբազան քահանայապետեն սկսյալը։ Հետևաբար ես անգամ եւս իմ հոգեգան անհուն ուրախությունս կայտնեմ ցեզի հոգեվորդեր եւ վստահ եմ, որ կբաժնեք իմ տեսակետս, թե մենք որպես հոգևոր պատասխանատուներ, ինչպես նաև քերապայզարները, սրբազան հայրերը, ուր որ մենք միշտ եւ առավելագույն չափով միասին մի դելանք եւ միասին մի գործենք Աստուծո փառքին համար, եկեղեցվո պայծառության, ինչպես նաև մեր ժողովրդի հարորության եւ Հայաստանի հզորացման համար։ Այս առիթով գաղութեմ, որ Աստված ցեզի առողջ պահե, երկար կյանք շնորհե եւ եկեղեցասեր ու ազգանվեր ծառայություններով արժևորե ծեր կահագարությունը, ինչպես նաև ես կմաղթեմ ուսանողներում։ Այս ուսանողները պիտի դառնան ծեր մարդուժը եւ պիտի լծվին եկեղեցվո եւ ազգի ծառայության։ Աստված օրհնե ծեր բոլորը։ Սուրբ խաչիվս աղաչես սուրգստեր, սիսովալ պրգեսես մեզի մեղած և գեցուցես շնորի ողորմության յուրով, ամենագալ դիր Աստված մեր գեցու է ողորմյան։ Պահպանիչ եւ հույսը վատացելոց Քրիստոս Աստված մեր վայա, պահպանյա եւ օրհնյա, զասկս հայոց ի Հայաստան եւ սպյուրս աշխարհի, ընթովանյավ սուրբ եւ պատվական խաչիկո ի խաղաղության, հրգյա հերեբելի եւ հաներևույթ տշտամվույն արժանավոր Յակովության փառավորելս քեզ ընթոր եւ ընթոքույց սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյան սավիտենից ամեն։ Այնուհետև տեղի ունեցավ եղբայրական ճաշ, սիրո եւ եղբայրական հաղորդակցության մթնոլորտի մեջ։